Երեխայի կյանքի առաջին օրերին Հայաստանի ծննդատներում այսուհետ կիրականացվի նաև ակնային սկրինինգը, որը հնարավորություն կտա վաղ փուլում հայտնաբերել բնածին կամ ժառանգական ակնային պաթոլոգիաները։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր ծննդատներում մեկնարկել է նորածնային ակնային կանխարգելիչ հետազոտությունը, որը մանկական սկրինինգային ծրագրերի շարքում արդեն 8-րդն է։ Իրականացվում է նեոնատոլոգի կողմից շատ կարճ վայրկյաններ տևող հետազոտություն է, հայտնաբերվում են այնպիսի արատներ, որոնք անզեն աչքով հնարավոր չէ նորածինների մոտ հայտնաբերել, մինչև այս սկրինինգի ներդրումը կային ակնային բարդ անոմալիաներ, անզեն աչքով տեսանելի, ենթադրենք ակնագնդի բացակայություն նորածնի մոտ, որը կարելի էր հայտնաբերել, իսկ այս սկրինինգով արդեն հայտնաբերվում են այն անոմալիաները, որոնք անզեն աչքով տեսանելի չեն։ Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի նորածնային ծառայության պատասխանատու Գաուր Ղարիբյանի խոսքով տեսողության մի շարք խանգարումներ, հիվանդություններ եւ բնածին արատներ նորածնային շրջանում դեռևս չեն արտահայտվում ակնհայտ կլինիկական նշաններով, սակայն մասնագետները վստահ են, վաղ ախտորոշումն ու ժամանակին միջամտությունը կարող են կանխել տեսողության անդառնալի կորուստը եւ ապահովել երեխայի բնականon տեսողական զարգացումը։ Սկրինինգը ներդրված է բնածին կատարակտան, գլաուկոման, ռետինոբլաստոմաները եւ այլ ծանր ակնային պաթոլոգիաները նորածինների մոտ հայտնաբերելու համար։ Մասնագետը ընդգծում է, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ օրինակ բնածին կատարակտան չի հայտնաբերվել նորածնային շրջանում եւ ախտորոշվել է ավելի ուշ տարիքում։ Այդպիսի իրավիճակներում բուժումը դառնում է ավելի բարդ ու երկարատև։ Ստատիստիկա կա, որ եղել են անոմալիաներ, խոսքը հենց բնածին կատարակտայի մասին է, որ նորածնային տարիքում չի հայտնաբերվել է ավելի ուշ տարիքում, բնականաբար արդեն եւ բուժումը ավելի բարդացած է լինում եւ ավելի երկարատև։ Ակնային սկրինինգը իրականացվում է նորածնի կյանքի առաջին 48 ժամերի ընթացքում մինչև դուսկրումը ծննդատնից։ Ակնային խնդիրների մի մասը պայմանավորված է ժառանգական գործոններով, մյուս մասը հղիության ընթացքում մոր կրած որոշ հիվանդություններով, ինֆեկցիաներով կամ վիրուսներով։ Կան եւ ժառանգաբար փոխանցվող ժառանգական հիվանդություններ եւ բնածին անոմալիաներ, որոնք առաջանում են հղիության ընթացքում ինչ որ հիվանդությունների, ինֆեկցիաների, վիրուսների ֆոնի վրա։ Ամեն դեպքում տվյալ անոմալիաները բնածին են, ոչ թե ձեռքբերովի։ Բացի նորածնային ակնային կանխարգելիչ հետազոտություններից ծննդատանը իրականացվում են նաև 7 այլ սկրինինգային ծրագրեր, որոնց թվում են նաև գենետիկ հետազոտությունները։ Կրունկից վերցվում է գենետիկ հետազոտությունների անալիզ, ֆենիլկետոնուրիա, հիպոթիրեոզ եւ 2025 թվականի ապրիլից նաև ավելացավ ադրենոգենիտալ համախտանիշը, ինքը նույնպես նոր սկրինինգ էր, լսողության սկրինինգ, օնքազդրային հոդերի, անհաս նորածինների դեպքում անհասության ռետինոպաթիայի սկրինինգ եւ սրտի սկրինինգ, սրտի բնածին արատների շղթման համար։ Գյումրու ծննդատանը ծրագրի մեկնարկից ավելի քան 20 օր հետո ուրախությամբ են արձանագրում, որ մինչ այժմ լույս աշխարհ եկած երեխաներից ոչ մեկը ակնային խնդիրներ չեն ունեցել։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Ազգային ժողովի հունվարի 23-ին հրավիրված արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 65 падգամավոր, դեմ 2, ձեռնպա 0։ Նախատեսվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել 24 ժամյա ռեժիմով։ Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող Ազգային ժողովի քաղաքացիական
պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլակյանը նշել է, որ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ եւ չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին, սակայն գործող օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է։ Ըստ այդմ նախագծով առաջարկվում է, որ օրինակ ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել եւ ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը։ Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ եւ անաչառ գնահատումը։ Նրանց հիմնական նպատակն է նպաստել ընտրությունների օրինականության եւ վստահելիության ապահովմանը։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները եւ դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք եւ անաչառ։ Այդ առաքելության իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դիտորդները պահպանում են քաղաքական չեզոքություն եւ զերծ են մնում ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է ընկալվել որպես աջակցություն կամ ընդդիմություն որևէ քաղաքական ուժի, թեկնածուի կամ քաղաքական դիրքորոշման նկատմամբ։ Դիտորդների քաղաքական չեզոքությունը հանդիսանում է ընտրությունների նկատմամբ վստահության, թափանցիկության եւ օրինականության ապահովման հիմնարար նախապայման։ Դրա վերաբերյալ նաեւ միջազգային բազմաթիվ չափանիշներ կան արձանագրված միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես ԵՀԿ ԺՄԻԳ-ը ընտրությունների դիտարկման իր ձեռնարկում ասում է, որ դիտորդական առաքելությունները պարտավոր են գործել անկախ եւ անաչառ, զերծ մնալ քաղաքական գնահատականներից ընտրական գործընթացի ընթացքում, չմիջամտել ընտրությունների կազմակերպմանը կամ քաղաքական մրցակցությանը։ ԵՀԿ ԺՄԻԳ դիտորդական մեթոդաբանությունը հստակ նշում է, որ դիտորդների ցանկացած քաղաքական կողմնակալություն խաթարում է դիտորդության վստահելիությունը եւ հակասում է նրանց մանդատին։ Միշտ քաղաքասարակությունը եւ խորհրդարանական ընդդիմություն են եղել ջատագով, որպեսզի ընտրությունները լինեն շատ ավելի հանրային վերահսկողության ներքո, որպեսզի դիտորդությունը լինի շատ ավելի քաղաքականապես չեզոք կառույցների կողմից եւ դիտորդի օբյեկտիվությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվի, նաեւ իր զեկույցում արտահայտված մտքերը կասկածի տակ չդրվեն։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիներին ամեն անգամ համապետական կամ թիմ ընտրություններից հետո կեղծ կամ ֆեյք դիտորդների մասին տեղեկություններ էին հայտնվում, գոնե արժանահավատ դիտորդություն իրականացած ՀԿ-ների ուրեմն զեկույցներում, մենք հասկանում ենք եւ ինքներս էլ տեղամասերում տեսնում ենք կազմակերպություններ, որոնք ձևավորվում են ընտրություններից հետո կանոնակարգումը փոխվեց 1 տարի դարձավ շեմը, ընտրություններից հայտարարելուց անմիջապես հետո կամ դրանից առաջ, օրինակ բռնցքամարտի ազգային ֆեդերացիա, չգիտեմ, ծանրամարտի ֆեդերացիա, ինչ որ սպորտային կառույցներ, ուժեղ բռունցք, ուժեղ չգիտես ինչ։ Եվ երբ որ այդ դիտորդներին տեղամասում հարցնում եք դուք որ կազմակերպության դիտորդներ եք, մարդիկ ուղիղ ասում են այն կուսակցության անունը, որոնք իրենց տեղամաս են գործողել։ Թե Գյումրու ընտրություններում, թե Վաղաշապատի ընտրություններում դիտորդական առաքելությունների անունից հանդես են եկել կազմակերպություններ, անձիկ, որոնք քաղաքական գործընթացների մասնակիցներ են։ Այ օրինակ հիմա հանրայնորեն, եթե մենք հնչեցնենք նրանց անունները, Հայակվե կամ Թաթոյան հիմնադրամ, արդյոք քաղաքացիները, նույնիսկ եթե քաղաքացու դիտանկյունից նայենք, կկարողանան տարբերակել, սրանք հիմա կուսակցություններ են, որոնք մասնակցում են ընտրություններին, թեկնածուներն են, թե դիտորդական առաքելություններ են։ Ես դիտել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն նիստը, որում այս առաքելությունների հարցն էր քննարկվում, եւ այո, նրանք ընդունել են, որ նրանք խախտել են դիտորդական առաքելությունների առջև դրված քաղաքական չեզոքության պայմանը, այսինքն հրապարակային նիստը հրապարակվել է։ Նիստի ժամանակ ընդունել են, որ խախտել են քարոզչություն կամ հակաքարոզչություն չիրականացնելու արգելքը, հետևաբար նաև կարծում եմ օրենսդիրը կարող է համարել նաև բոլորին պատշաճ ծանուցված եւ բոլոր պայմանները հստակ, որովհետեւ եթե հակընդդեմ կողմը, այսպես ասած, ընդունում է իր մեղավորությունը, ուրեմն վիճարկելու բաներ չկա։ Բժիշկներից կազմված մեր բրիգադը անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն լրացուցիչ հետազոտության։ Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է, գրել է նախարարը։ Ավելի վաղ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Ծնունդով Վանաձորից 22-ամյա Մարիամ Ստեփանյանի համար օրը սովորական չէ, այն նոր կյանքի սկիզբ է։ Մարիամը բանակ է գնում, զորակոչվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Հայրենիքը իմ համար բացարձակ արժեք է, ես կարծում եմ, որ ես իմ համար ոչ միայն պարտականություն է, այլև, չգիտեմ, հնարավորություն անմիջապես ծառայելու հայրենիքին։ Մարիամը երկար տարիներ զբաղվել է մարտական սամբոյով, մասնակցել միջազգային բազմաթիվ մրցաշարերի, աշխարհի առաջնությունում նվաճել պատվավոր 3-րդ հորիզոնականը։ Սպորտը Մարիամին սովորեցրել է գլխավորը՝ չհանձնվել, եւ այսօր նույն կամքով ու նպատակասլացությամբ իրականացնում է իր վաղեմի երազանքը։ Իրականում շատ ուրախ եմ, որովհետեւ հասել եմ էլի նպատակի, շատ մեծ էր իմ ցանկությունը ծառայելու։ Մարիամի կողքի մտերիմներն են, ընտանիքը, ընկերներն ու հարազատները։ Բոլորի հայացքներում հպարտություն է, եկել են բարի ճանապարհ ու խաղաղ ծառայություն մաղթելու իրենց զինվորին։ Մենք այսօր շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, մեծ սիրով ճանապարհում ենք։ Ես շատ ուրախ եմ, որ ես աղջիկ ունեմ, եթե սիրում է, եթե հայրենասեր է, թող գնա իր ցանկությունով ծառայի։ Չեմ կարծում, որ դժվարություններ կլինեն, պատվով կանցնեմ ամենայն դեպս ու ամենակարևորը կկոտրեմ այն կարծրատիպը, որ աղջիկները թույլ են, թույլ սեռ են։ Հրաժեշտի պահը ամենադժվարն է, գրկախառնությունները երկարատև են, խոսքերը քիչ, զգացմունքները անսահման։ Հաջողություն հարեցիր, կարող ենք գնալ։ Գնացինք։ Վաղ առավոտյան Մարիամը բոլոր զորակոչիկների նման ներկայանում է տարածքային զինկոմիսարիատ։ Այստեղ նախ բուժզննում պետք է անցնի։ Եթե առողջական խնդիրներ չհայտնաբերվեն, ապա աղջիկը ենթակա է զորակոչի։ Ամեն ինչ նորմալ է, պատրաստել ծառայություն։ Մարիամի հետ բանակ է գնում նաև հարազատ քրոջ որդին, արտերկրից վերադարձած Հովհաննեսը։ Զինկոմիսարիատի բակում մեկը մյուսին ոգևորում է եւ քաջալերում։ Միասին են գնալու եւ մասնակցելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը։ Զգացողությունները աննկարագրելի է, մենք հիմա զինկոմիսարիատի տարածքում ենք, կոմիսիան անցել ենք, պիտանի ենք, պատրաստվում ենք գնալ հավաքակայան ու շատ հպարտ եմ, որ իմ քրոջս տղու հետ եմ զորակոչվելու։ Հարազատ քաղաքի զորակոչիկներին ճանապարհում են հանդիսավորությամբ ու մեծ շուկով։ Եվս մի քանի րոպե եւ ժամանակն է, գրկախառնություններն ու բարեմաղթանքներն ամենուր են։ Այսօրվա զորակոչին Մարիամը միակ աղջիկն է։ Հուզմունքը թաքցնելով ապագա զինվորը միանում է բոլորին ու ճանապարհ ընկնում դեպի կենտրոնական հավաքակայան։ Բարի ծառայություն։ Կենտրոնական հավաքակայանում ըստ սահմանված կարգի զորակոչիկները կրկնակի հետազոտություն են անցնում, որից հետո ներկայանում են մանդատային հանձնաժողովին։ Ստուգվում են գիտելիքները եւ միայն դրանից հետո կարող են մասնակցել վիճակահանությանը։ Ստեփանյան Մարիամ։ Վիճակահանության սրահում առաջինը հնչում է Մարիամ Ստեփանյան անունը։ Մարիամը մոտենում է թմբուկին, սակայն օրենքի համաձայն ծառայավայրն արդեն հստակ է։ 6 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող աղջիկը ծառայության է անցնում կանանց գումարտակում։ Այդ ծնողներ խմբում ունեն ինքական սերի ներկայացուցիչ, ով համաձայն օրենքի ցանկություն է հայտնել կամավոր հիմունքներով անցնելու պարտադիր զինվորական ծառայության։ Համաձայն օրենքի զորակոչիկը չի վիճակահանվում եւ մեկնում է ծառայության վայր ուսումնական զորամաս բարի ծառայություն։ Մարիամն արդեն զինվոր է, նորակոչիկ։ Համազգեստով կարծես առավել վստահ է։ Ասում է այն ոչ միայն ուժ է տալիս, այլև հիշեցնում է պատասխանատվության եւ ընտրած ճանապարհը պատվով անցնելու մասին։ Համազգեստը մեծ հպարտությամբ եմ գրելու ու կարծում եմ, որ ցանկացածի մոտ այս համազգեստը գրելը պիտի լինի գիտակցված ընտրություն։ Առհասարակ իմ տեսակով չկոտրվող եմ, ըստ այդմ չեմ վախենում խնդիրներից, չեմ խուսափում ու կարծում եմ, որ իմ ընտրությունը ողջամիտ ընտրություն է։ Մարիամ Ստեփանյանը համարձակ քաղաքացիներից մեկն է, ով սեփական օրինակով ապացուցում է Հայաստանի Հանրապետության պաշտպան լինելը սեր չի ճանաչում։ Նա կծառայի կանանց գումարտակում 6 ամիս, իսկ ծառայության ավարտին կստանա 1 միլիոն դրամ պատվովճար։ Սակայն այսքանով Մարիամի ծառայությունը չի ավարտվի։ Առջևում սպա դառնալու բաղձալի ճանապարհն է։
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։ Պաշտոնյաները նաեւ բարձր են գնահատել Բաքու-ՆԱՏՕ գործընկերությունը եւ դրա զարգացման հեռանկարը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության անդրադարձ է եղել դաշինքի խաղաղապահ առաքելություններին Ադրբեջանի մասնակցությանը եւ էներգետիկ ոլորտում գործակցությանը։ Մոսկվայում կրկին հանդիպել են Ռուսաստանի նախագահը եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները եւ տնտեսական հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոշուա Գրյունբաումը, որը առաջին անգամ է միացել ամերիկյան պատվիրակությանը։ Բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով հանդիպումը եղել է բովանդակալից, կառուցողական, անկեղծ եւ վստահելի։ Ռուսական կողմին են փոխանցվել նախորդին Դավոսում Զելենսկի-Թրամփ, ինչպես նաեւ ԱՄՆ-Եվրոպա բանակցությունների մանրամասները։ Ուշակովը հայտնել է, որ Կրեմլում կողմերը համաձայնեցրել են հետագա համատեղ քայլերը։ Ռուսաստանի նախագահի օգնականը տեղեկացրել է, որ այսօր Աբու Դաբիում տեղի կունենա անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աբու Դաբիում կհանդիպեն նաեւ տնտեսական հարցերով Վաշինգտոնի եւ Մոսկվայի աշխատանքային խմբի ղեկավարները։ Կարևորն այն է, որ Կրեմլում Ռուսաստանի նախագահի եւ ամերիկացիների բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու երկարաժամկետ կարգավորման հույս չկա, հավելել է Յուրի Ուշակովը։ Նա հավատացրել է, որ Մոսկվան հետաքրքրված է ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմամբ, սակայն մինչև այդ Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունները։ Ուշակովը հայտնել է, որ օրակարգում են եղել նաև ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները եւ դրանց զարգացման հեռանկարը, հատկապես պատերազմի ավարտից հետո։ Զելենսկին եւս հաստատել է, որ ուկրաինական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ բանակցությունների համար։ Ուկրաինայի նախագահի խոսքով դրանք կտևեն 2 օր։ Դավոսում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին նաեւ տեղեկացրել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ է, սակայն չլուծված է մնում տարածքների հարցը։ Նրա խոսքով Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա քննարկել այդ խնդիրը։ Զելենսկին հավելել է, կարգավորման համար եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է գնան փոխզիջում ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավոր գործարքի պարամետրերը հայտնի են։ Կիևը պատրաստ է համաձայնագիր կնքել։ Այլ մանրամասներ ԱՄՆ նախագահը չի ներկայացրել։ Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ցանկանում է համաձայնության հասնել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը շարժվում են դեպի Իրան ապահովության համար։ Մենք հետևում ենք Իրանին, Դավոսից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հավելել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ կարիք չի լինի գործի դնել այդ նավատորմը։ Հիշեցնենք, անցած շաբաթ Թրամփը հայտարարեց, որ հարված չի հասցնի Իրանին, քանի որ Իսլամական Հանրապետության իշխանությունը չեղարկել է ցույցերի ընթացքում ձերբակալված հարյուրավոր քաղաքացիների մահապատիժները։ Այս ֆոնին Իսրայելի զինված ուժերն էլ նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են քայլեր ձեռնարկել թշնամիների դեմ։ Ցահալից նշում են, որ Իրանի դեմ 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմի ընթացքում արժեքավոր փորձ են ձեռք բերել։ Թեհրանից կոչ են անում Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին զգույշ գործել, այլապես լուրջ հետևանքներ կլինեն։ Հայաստանը կարող է ունենալ երրորդ միջազգային օդանավակայան։ Կապանի Սյունիքը արդյոք կսպասարկի միջազգային ուղղություններ։ Կառավարության հերթական նիստի օրակարգում հնչեցին նաև այս հարցերի պատասխանները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ՍԱ-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմանը հավանություն տալ։ Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության եւ վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում։ Կոնցեսիոն պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ուժը կորցրած է ճանաչվում։ Արձանագրվում է, որ կողմերը, կառավարությունն ու կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն միմյանց նկատմամբ։ Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են։ Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ։ Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստեր պլանը եւ այն ներդրումային ծրագիրը, որով պետք է դա իրականացվի, կներկայացվի կառավարության համաձայնեցմանը եւ այդ մաստեր պլանում կներառվեն նաեւ 2023 թվականից իրականացված
կապիտալ ներդրումները։ Նախատեսվում է, որ գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով եւ միայն համապատասխան բանաձևով։ Սահմանվում է, որ կոնցեսիոնարի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատիրոջ փոփոխությունը պետք է նախապես համաձայնեցվի կառավարության հետ։ Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը եւ դրա պատկանելիքները վերադարձնել կառավարությանը լիովին եւ լիարժեք շահագործվող վիճակում։ Լրացման նախագծով վերահաստատվում է, որ թե օդանավակայանի ենթակառուցվածքը եւ թե շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին։ Որոշման նախագծով նախատեսվում է 1 ամսյա ժամկետում ստորագրել Հայաստանյան կառավարության եւ Կորպորացիոն Ամերիկա ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը։ Սիմոնյանի խոսքով 2025-ին ուղևորահոսքի մեծ ծավալները ենթակառուցվածքները ընդլայնելու օրհասական անհրաժեշտություն են առաջացրել։ Նման իրավական հիմք է ստեղծվում, քանի որ գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում, որ Զվարթնոց օդանավակայանից 250 կիլոմետր շարավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոները ունի այդ օդանավակայանի նկատմամբ առավելություն կառավարումը ստանձնելու, սակայն այս պարագայում Կապանիսյունիկ օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից եւ դա չի վերաբերում Սյունիք օդանավակայանին։ Իրավական առումով այո, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ եւ համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվեն։ Կոնցեսիոն պայմանագրում նման փոփոխություն իրականացնելու նաեւ հետապնդում է համապատասխան աշխատանքներ Սյունիք օդանավակայանում հետագայում։ Կառավարության զեկուցվող հարցերից մեկն էլ գնումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծին հավանություն տալու մասին նախագիծներ, որը ներկայացրեց ֆինանսների նախարարը։ Գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Նման համակարգ ունենալու պայմանը սահմանված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով։ Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման հայեցակարգում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համանքի եւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է սահմանափակել պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացներին։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաեւ համատեղ բնակվող անձը։ Թեև փոխվարչապետ Մահեր Գրիգորյանը եւ կառավարության մյուս անդամները որոշակի դիտարկումներ ունեցան, որոնք առավել մանրամասն կքննարկվեն ազգային ժողովի նիստում, այնուամենայնիվ նախագիծը ընդունվեց։ Կարգավորումները նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։ Հաջորդիվ ներկայացվեց ուսուցիչների կամավորատեստավորման համակարգի բարեփոխման փաթեթը։ Նախագծով առաջարկվող մի քանի կարգավորումներ կվերաբերեն արդեն իսկ գործող ուսուցիչներին, մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ցանկանում են մանկավարժ աշխատել։ Մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների բարձրացությունը։ Ինչ է սա նշանակում, մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափորոշիչի համաձայն նաեւ կարող են վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի եւ շատ կարեւոր մասն է եւ հետեւաբար, եթե ուսուցիչը բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաեւ ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կհաշվեն։ Նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ոլորտում ձեռք բերված շարունակական հաջողություններից, նշելով 2028-ին ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ հավելյալ խրախուսման միայն 1 ծրագրի մասին, իսկ 2025-ին դրանց թիվը հասել է 5-ի, 15 միլիարդ դրամ ներդրումով, որոնցից խոշորագույնը կամավոր ատեստավորման գործընթացն է։ Երկրորդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց
հիմնվում է Հանրակրթության օրենքի վերջին փոփոխության վրա։ Մասնավորապես ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրակրթության օրենքում վերջին տարիներին մենք մի քանի փոփոխություն արեցինք, ճկունություն ցուցաբերելով եւ հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաեւ տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում չունեցող եւ կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ։ Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական կրթություն բարձրագույն եւ տվյալ առարկայի ոլորտում 40-ից 79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ եւ այս խմբի համար հիմա ստեղծում ենք հնարավորություն կամավոր ատեստավորմանը մասնակցելու։ Նախատեսվում է կամավոր ատեստավորման հնարավորություն ընձեռնել նաև մանկավարժական կրթություն ստացող ուսանողներին։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։ Հանրությանը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան եւ բարձրորակ ծառայությունների մատուցումը ներքին գործերի նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Նախարարությունում պարբերաբար իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլև տեխնիկական ռեսուրսների վերազինման ուղղությամբ։ Մասնավորապես հաշվառման քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքում առավել թափանցիկ եւ օբյեկտիվ միջավայր ապահովելու նպատակով թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Քննական տրանսպորտային միջոցի թե սրահի, թե արտաքին միջավայրի տեսաձայնագրումը իրական ժամանակում կապահովի քննական գործընթացի բազմակողմանի վերահսկողություն եւ անկողմնակալություն։ Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա նաեւ ձևավորել թվային ամուր հիմքեր քննական արդյունքների բողոքարկման դեպքում ունենալով օբյեկտիվ եւ անհերքելի ապացույցներ, բացառել հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացու վարորդական հմտությունների գնահատումը իրականացվում է բացառապես սահմանված չափորոշիչներին համապատասխան եւ զերծ է որևէ սուբյեկտիվ մոտեցումից։ Միաժամանակ տեսաձայնագրող սարքավորումները ապահովելով փաստարկված արձանագրում միտված են նաեւ պաշտպանելու ստորաբաժանման ծառայողների շահերը։ Այս գործընթացը նպատակաուղղված է ոչ միայն մատուցվող ծառայության որակը լավարկելուն, այլև հաշվետու եւ թափանցիկ միջավայրի ապահովմանն ու հանրության շրջանում վստահության բարձրացմանը։ Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը, վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ձեռնարկելով գործունք քայլեր դրանց բարելավման ուղղությամբ։